Ընդդիմադիր Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները նախագիծ են ներկայացրել Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու համար։ Լրագրողական համայնքը համարել է, որ ՔՊԱ-ական պատգամավորը անհարգալից է վարվել իրենց գործընկեր լրագրողի նկատմամբ, էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու համար ստորագրահավաք էր սկսել։ Մաքրեք ձեր շրթունքները։ Հարցի քննարկումը կրքերը թեժացրեց դահլիճում։ ՔՊԱ-ական պատգամավորներն էլ մեկ այլ հարց են առաջ բերում։ Այդ դեպքում ինչու չնախաձեռնեցին էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծել, երբ Հայաստան խմբակցության պատգամավորի օգնականը լրագրող ծեծեց։ Դրա հետ կապված ոչ մեկը ոչ մի բան չեք ասել։ Ասում եք Ես դուք չլսեցիք, որ ասեցի դատապարտել եմ։ Չէ, խնդրում եմ թողեք ավարտեմ։ Ոչ մի բան չեք ասել։ Պատգամավոր Թովմասյանը հիշեցրեց ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի փողոցում լրագրողների ծեծելու, տեսախցիկը վնասելու դեպքը։ Այս դեպքում էլ որևէ գործ չհարուցվեց։ Ճիշտ եք ասում, մենք հապաղել ենք, որ էթիկայի հանձնաժողով չենք ստեղծել, երբ որ ազգային ժողովի նախագահ թքեց քաղաքացու վրա։ Շատ ճիշտ եք ասում։ Մենք թերաց այդ դեպքով թերացել ենք։ Մենք շատ դեպքերում ենք թերացել, երբ որ Արթուր Հովհաննիսյանը եկել էր ու իրեն խուլիգանի պես էր պահում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ, ճիշտ եք ասում, որ լռեք, որ մենք այդ ժամանակ չենք ստեղծել էթիկայի հանձնաժողով, ճիշտ եք ասում։ Դուք ձեզ կարգիրավիրեք եւ մի ընդհատեք ինձ, այ հիմա էլ եք ձեզ արդեն պահում, ոչ հարիր։ Անջատեք խոսափողը Տիկին Թովմասյանը։ Անդրանիկ Քոչարյանը համարում է, որ ինքը լրագրողի չի վիրավորել։ ՔՊԱ-ական պատգամավորը պահանջում է ավելի հստակ մեղադրանքներ ներկայացնել։ Դուք ինչ եք հասկացել իմ ասացից։ Դուք չասեցիք։ Ասում են, ասեք, եթե ես կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը, որը շատ ավելի կոշտ է ասել, բերանդ լվա։ Շատ անհասկանալի արտահայտություն է։ Եմ մեկնաբանել է, ի՞նչ է մեկնաբանել։ Հանձնաժողովը չի ստեղծվի։ Մինչև ներսում առաջարկը քվեարկության մերժվեց 28 կողմ 47 դեմ 1 ձեռնպատ ձայներով դահլիճից դուրս միջանցքում։ Լրագրողները պաստառներով բողոքի ակցիան չընդհատեցին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։